Նյարդ կա նոր խորհրդարանի օդում, այստեղ երեկվանից տիրող լարվածությունը եւ ոչ մի կերպ չի թոթափվում, իսկ իշխանության ու ընդդիմության թրենդային դարձած պայմանավորվածությունը իրար հետ բարեկիրթ մթնոլորտում աշխատելու վերաբերյալ փլուզման եզրին է։ Հնչելավ իրավորանք։ Թող ներողություն խնդրի վիրավորանքի համար։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, ում ելույթից հետո էլ Երևանից այս դահլիճում կրքերը թեժացել են, այսուհետև ավելի մոտ կնստի ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Սա Երևանից հետո առայժմ միակ փոփոխությունն է այստեղ, մինչև խորհրդարանի ՔՊԱ-ական փոխխոսնակը կնկատի։ Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսելա փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկե, պարոն Վարդևանյան։ Այսօր փողկապ չկապելու հատուկ պայմանավորվածություն ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունում չեն ունեցել, վերադառնալով դահլիճի գլխավոր ոչ թե օրակարգին, այլ թեմային։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացրեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Իշխանական խմբակցությունն ուզում է, որ Ղազարյանն իրենցից ներողություն խնդրի սրիկա կոչելու համար, թեման կփակեն միայն այդ դեպքում։ Որևէ թուլություն չկա ասելու մեջ, Ժորժ ջան, կներեք։ Վերջ, այդքան բան, դա ձեզ չի դարձնում, չգիտեմ, կեղծ ընդդիմություն, դա ձեզ չի դարձնում բան, կամքից զուր քաղաքական ուժ, հակառակը դա ցույց է տալիս ձեր կամքը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը երեկ ընդունել էր թիմակցի հայտարարությունը, բարևարկությունից դուրս է եղել, ավելի ուշ այս թեման քննարկել են նաև խմբակցությունում։ Նաև եղել է որոշում խմբակցության ներսում, որոշում, որը բաժանված է երկու մասի, խմբակցության մեջ որոշման եւ նաեւ այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է։ Ինքը օրվա քննարկումների կիզակետում հայտնված Ղազարյանը բարևարկության կանոնների խախտման քննարկումների համար ինստիտուցիոնալ մեխանիզմների կողմնակիցն է։ Ընդամենը օրեր առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեցին խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախագիծը։ Սա հենց այդ հարթակն է, որտեղ էլ պետք է քննարկման առնվեն նման հարցերը։ Ազգային ժողովի բուն օրակարգը գլխի վայր շուռ տալու փոխարեն Ղազարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նաև հայտնել է, որ մանդատը վայր դնելու կամ ներողություն խնդրելու հարց իրենց քաղաքական թիմի օրակարգում չի եղել։ Նոր խորհրդարանի ձևավորման աշխատանքները դանդաղում են, սա թերևս միակ հարցն է, որի շուրջ համաձայնություն կա ազգային ժողովում, բոլոր խմբակցություններում, միայն թե նոր կոնսենսուս իշխանությունն ու ընդդիմությունը չեն գտնում ավելի արագ առաջ շարժվելու համար։ Առայժմ քննարկում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, 12-ից դեռևս 5-րդին են հասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։